Քերծվածքակայուն, ջրադիմացկուն եւ հարվածակայուն լամինատների նշված տեսականին ձեռք բերեք իդեալ համակարգի խանութ սրահներից 1 քառակուսի մետրը սկսած ընդամենը 2450 դրամից։ Շարունակում ենք մեր թողարկումը, առաջին լրատվականի եթերում կրկին Մեհրաբյան օնլայնն է, ես Ռուբեն Մեհրաբյանն եմ։ Ինչպես հայտնի է, Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, ինչպես եւ խոստացել էր իր ընտրարշավի ընթացքում, տարիֆային քաղաքականություն է սկսել կիրառել Միացյալ Նահանգների առևտրային գործընկերների հետ։ Անկախ նրանից խոսք է գնում դաշնակիցների մասին, թե խոսք է գնում ոչ այնքան դաշնակիցների, նույնիսկ այն երկրների մասին, որոնք համարվում են Միացյալ Նահանգների համար երկարաժամկետ ռազմավարական սպառնալիք, այնպես ինչպես օրինակ Չինաստանը։ Մենք տեսնում ենք մոտեցումները ըստ էության նույնն են։ Այս ամենը իհարկե հանգեցրեց մի իրավիճակի, որն այլ կերպ քան տարիֆային պատերազմ, որը ընթանում է հենց հիմա, այլ կերպ հնարավոր չէ գնահատել, որովհետև որքան էլ որ Թրամփը կոչ անի այլ երկրների հայելային տարիֆներ չկիրառել Միացյալ Նահանգների հետ առևտրում, շատ քիչ է հավանականությունը, որ նրանք ականջալուր կլինեն Թրամփի կոչերին կամ խորհուրդներին։ Իսկ դա նշանակում է լուրջ հարված ընդհանրապես գլոբալ առևտրին, համաշխարհային տնտեսությանը, որի թեկուզ եւ փոքր, բայց մաս է հանդիսանում Հայաստանը իր համեստ տնտեսությամբ։ Փորձենք հասկանալ նախ ինչ է տեղի ունենում համաշխարհային տնտեսության մեջ, ինչու են ցնցվում բորսաները, թե ասիական, թե եվրոպական, թե հենց ամերիկյան, իրենց հիմնական ցուցանիշներով եւ ինդեքսներով փորձենք հասկանալ այդ ամենը ինչ կերպ է անդրադառնում կամ անդրադառնալու Հայաստանի տնտեսության վրա կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարում եւ ըստ այդմ որն է Հայաստանի անելիքը, որպեսզի կարողանանք մենք հնարավորություններից օգտվել, եթե այդպիսինները կան, իսկ սպառնալիքներն էլ չեզոքացնել, եթե այդպիսինները հայտնվեն։ Փորձենք հասկանալ։ Եվ այդ նպատակով ես մի հարգարժան հյուր եմ հրավիրել մեր տաղավարում, սիրով ուզում եմ ներկայացնել, մեր այսօրվա հյուրն է տնտեսագետ, տնտեսական հարցերով փորձագետ, տվյալ.com հարթակի հիմնադիր եւ ղեկավար Աղասի Թավադյանը, բարև եք, պարոն Թավադյան, շնորհակալ եմ հրավերից փոխադարձելու համար։ Պարոն Թավադյան, ձեզ համար մի բաց գիրք է, այսպես, հա, որի մեջ այսպես հմթացս պատմություն է գրվում, մի բան, որ ոմանց մոտ դեժավյու է 2008 թվականի ճգնաժամի, ոմանց մոտ 1998-ի ճգնաժամի, ոմանց մոտ 70-ականների ճգնաժամների, հա, որոնք իրար հետևից գալիս էին, ոմանց մոտ էլ 29 թվականի մեծ դեպրեսիայի եւ բերում են զուգահեռներ շատ դեպքերում, այն ժամանակ էլ տարիֆներ էին գործածվում, ընդ որում լայնորեն, ընդ որում շատ դեպքերում ոչ այդքան սեփական նպատակահարմարությունից ելնելով, այլ որքան, որ ասենք կոնկուրենտ երկրի գործերը վատացնելու դրդապատճառով, հա։ Փորձենք նախ հասկանալ ներկայումս մենք ֆիքսում ենք մի իրավիճակ, երբ օբյեկտիվորեն, հա, այդ ինդեքսները անկում են ապրում բոլոր առևտրային հարթակներում, հա, բորսաները դրա ցուցիչներն են։ Այո։ Եվ ինչ է տեղի ունենում, նախ սկսենք դրանից համեցեք։ Բորսաները այս պահի
կանխատեսումն են ցույց տալիս, ընդհանրապես սպասումն են ցույց տալիս, թե ինչ են սպասում։ Սա բորսայի համար լիովին անսպասել էր, ինչպես նաև բոլոր աշխարհի պետությունների համար, որպես քաղաքապես նախապես չի քննարկվել ոչ մի պետության մեջ, այսինքն հանկարծակի է այս մաքսատուրքերը ի աշխարհ ի ցույց դրվել, ասեմ, որ այս մաքսատուրքերի մեջ որոշակի հարցականները շատ են, որովհետև հասկանալի է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության կողմից է ներկայացած եւ մի թիմ պիտի աշխատի այս փաստաթղթի վրա, սակայն բավականին սխալ, այսպես ասած, թերություններ կան այս փաստաթղթում, առաջինը այն է, որ այս փաստաթղթի սկզբում էլ նշված է, որ տարիֆները, այսինքն մաքսատուրքերը, որոնք կիրառվում են, որոնք կարող են լինել բացահայտ եւ ոչ բացահայտ, որովհետեւ պետությունը կարող է, ասենք, հստակ դնել մաքսատուրք, սակայն այլ տիպի մաքսատուրքեր կարող են կիրառել, օրինակ համար ստանդարտիզացման տեսքով, կարող է կիրառել մաքսատուրք, ասենք, օրենսդրական տեսքով, որ օրենսդրական խաթարումներ որոշակի լինի, որոշակի ապրանքի ներմուծման կարող է կիրառել մաքսատուրքեր արժութային փոփոխությունների միջոցով, այսինքն օրինակի համար Հայաստանը ԵԱՏՄ անդամ պետություն է, բայց որոշ ապրանքներ դժվար են, ճիշտ է, բոլոր ապրանքները պիտի ազատ տեղաշարժվեն ըստ ԵԱՏՄ համաձայնագրության ապրիորի, բայց որոշ ապրանքներին, ասենք, կարող է Ռոսգոդնadzorը որոշակի սահմանափակում դնել եւ դա ոչ տարիֆային սահմանափակում։ Դրա համար այդ փաստաթղթում նշված է, որ հստակորեն բոլոր տեսակի մաքսատուրքերը գնահատել անհնար է, դրա համար մենք որոշակի շատ պարզ բանաձև ենք կիրառում դա փորձելու գնահատելու համար եւ բանաձևը հետեւյալն է, որ զուտ արտահանում, այսինքն արտահանում հանած ներմուծում բաժանվում է ներմուծման վրա, որը որոշակային տոկոսային կշիռ է տալիս ու դա ընդունում են որպես մաքսատուրք, որը կիրառվում է մարտակից պետություն։ Բալանսի վերականգնման։ Բայց այդ առևտրային բալանսի վերականգնումն է մի քիչ տնտեսապես սխալ է հասկացում, որովհետև դու կարող ես ձգտել առևտրային բալանսի վերականգնել ընդհանուրի համար, բայց յուրաքանչյուր առպետություն դա անելը մի քիչ իմաստազուրկ է եւ խելքից դուրս է, որովհետև մի պետություն կա, որը քեզ ենթադրենք հումք է ներմուծում, դու իրան բան չես տալիս, հիմա դա չի նշանակում, որ դու իրան ինչ-որ մի բան պիտի տաս, որպեսզի հավասարակշռվի, էլի, զուտ ներմուծում ես հումք, այսինքն ուրիշ բան չես կարող տաս, մյուս պետությունն էլ մենակ ինչ-որ մի բան ես տալիս ես, բայց չես ներմուծում, այսինքն ընդհանուր կարած ներմուծես, բայց պետություն առ պետություն դա անելը մի քիչ տնտեսապես խելքից դուրս բան է։ Հիմա ինչ է կիրառվել, օրինակի համար իրանք հաշվարկել են, բանաձև հետևյալն է, տարբեր պետությունների այդ առևտրային, այսինքն սա իրականում կիրառվող մաքսատուրքը չի, որը կիրառվում է պետության կողմից, ըստ որի, այլ պարզապես, այսպես ասած, առևտրային դեֆիցիտի տոկոսային կշիռն է, ըստ որի իրանք որոշել են, որ այլ պետությունը ակամա թե ոչ ակամա կիրառվում է մաքսատուրք։ Օրինակի համար Վիետնամի թիվը 95% է, սա չի նշանակում, որ Վիետնամը 95% մաքսատուրք է կիրառում, սա նշանակում է, որ Վիետնամից 2 անգամ ավելի շատ ապրանք է ներկրվում, կամ Ամերիկայի Միացյալ Նահանգները արտահանում է Վիետնամ, ու հիմնականում Վիետնամը արտահանում է էժան աշխատուժով տեքստիլ եւ տրիկոտաժ, որը շատ փոքր մարժա ունի եւ այդ փոքր մարժայի վրա Վիետնամը ապրում է, Ամերիկայի Միացյալ Նահանգները շատ քիչ բան են տալիս Վիետնամին, հիմա այս ահռելի հակադարձ մաքսատուրքը դնելով շատ վատ դրության մեջ է դնում Վիետնամին եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները իրականում ներսից չի կարա փոխարինել այդ էժանագին ապրանքները, սա մեկ խնդիր։ Ու բանաձևը ոնց է, որ այդ դրանից հիման վրա, որ հաշվարկվել է տարբերությունը, իրանք բաժանել են դա երկուսի եւ որոշել են, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները կիրառելու է այդ ճակերտների մեջ մաքսատուրքի կեսը փոխադարձ եւ գործընկեր պետության վրա, որպեսզի հավասարակշռի առևտուրը։ Հիմա
Օրինակի համար Եվրոպայի հետ, ընդհանուր Եվրոպայի հետ այդ տոկոսը, այսինքն առևտրային, սա մաքսատուրք չի, առևտրային տարբերության կշիռը 35% է։ Դրա կեսը մոտ 20% մաքսատուրք դրվել է Եվրոպայի վրա։ Ու բանաձև հետևյալն է, այսինքն այդ արտահանման, զուտ արտահանման տոկոսային կշռի կեսը դնում է մաքսատուրք, իրական մաքսատուրք Ամերիկան իր գործընկեր պետության վրա, եթե իհարկե այդ մաքսատուրքը 10%-ից ցածր չէ։ Ոստեղ հետաքրքիր օրինակի համար Մեծ Բրիտանիայի մոտ այս թիվը 10% է, որտեղ գրեթե նույնքան արտահանվում է Մեծ Բրիտանիան, ինչքան ներմուծվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Մեծ Բրիտանիան մի փոքր ավելի շատ է արտահանում դեպի Միացյալ Նահանգներ, 10% դրում, սա մինիմալն է։ Նույն այդ մինիմալ թիվը դրվել է Հայաստանի վրա եւ մի շարք այլ պետությունների վրա, սակայն հետաքրքիրն այն է, որ կա, տեսեք, մենք խոսում ենք առևտրային տարբերությունների վրա, չէ՞, որ այս թիվը, այս տոկոսային մաքսատուրքը, տոկոսային կշիռը կարող է բացասական նաև լինել, այսինքն եթե պետությունը ավելի շատ ներմուծում է Ամերիկայի Միացյալ Նահանգներից, քան արտահանում է, իսկ այդպիսի պետություններ կան, եթե չեմ սխալվում, այդպիսի պետություն, ասենք մերձավոր արևելքում որոշ պետություններ կան, ասենք այդ պարագայում հաշվարկային բանաձև -100% է։ Նույնպես 10% մաքսատուրք է կիրառվում, որ նույնպես հարցեր են առաջացնում։ Նաև հարցեր առաջացնում այն հանգամանքը, որ ասենք որոշ կղզիների վրա են մաքսատուրք դրվել, պինգվիններն են, զուտ այն առվում, որ իրանք արտահանման եւ ներմուծման կոդեր ունեն։ Եվ սա էլի որոշակի մտքերի է առաջացնում, միգուցե իրենք իրենց ապահովագրում են, որ այլ ճանապարհներով ապրանքը չգա շրջանցել, որովհետև կարող է, ասենք, Չինաստանը ներմուծի արագորեն տեղ այդ պինգվիններով կղզի վրա որոշակի փորձ նավահանգի սարքի, արագ ներմուծի տեղ, քանի որ փաստաթուղթեր ունի, որ դա արտահանող երկիր է, բանը կղզին ոչ բան, ուղղակի Ամերիկայի Միացյալ Նահանգները միգուցե դրա համար է բանանում, ուրեմն ասեմ, որ սա ինչու է տնտեսապես, ասենք, շատ մեծ հարցեր առաջացնում, որովհետև առաջին հերթին դու չես կարող տարբեր պետությունների հետ մաքսատուրք sense հավասարացնես առևտրը, որովհետև տարբեր պետություններ տարբեր ուժեղ ու թույլ կողմեր ունեն։ Հետո Ամերիկայի Միացյալ Նահանգները հասկանալի է, ինքը, այսպես ասած, դարել է ամենամեծ ծախսողը աշխարհում, որտեղ ամենաշատ փող ունի, ու որպես այդպիսին պատկերացրեք Ամերիկայի Միացյալ Նահանգները ընտանիք են։ Դու չես կարող գնաս խանութներով ծախսես, քո, ասենք, քո կրեդիտ կարտով, քո բանը, պարտքերը մեծացնես, այս որոշակի վարկերով բաներ ծախսեր վերցնես, սպառողական վարկերով վերցնես, հետո մեղավոր ճանաչես այդ խանութներին, այդ պետություններին, որ դու այդքան ծախսում ես, ու որ առևտրային դիսբալանս է առաջանում, դա էլ է որոշակի խնդիր։ Հետո մյուս խնդիրը նրանում է, տեսեք, որ նույնիսկ Ամերիկայի Միացյալ Նահանգները, եթե ինչ-որ մի բան է արտադրում, օրինակի համար մեքենա, ոչ այդ մեքենան 100%-ով չի արտադրվում Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Շատ մասեր կան, դետալներ կան, որոնք արտադրվում են օրինակ ԱԿԵ-ը, Մեքսիկայում, Կանադայում, Եվրոպայում, եւ այսպես թե այնպես դա մեծացնել բավականին գնաճային է լինելու։ Այսինքն դա ամեն ինչ թանկանալու է, որովհետև տեսեք, ու նաև այստեղ ճիշտ այս իրավաբան չեմ, բայց իրավաբանական խնդիրներ կան։ Առաջին իրավաբանական խնդիրն այն է, որ սա մաքսը իրականում մաքսատուրքը, տարիֆը իրանից ներկայացնում է հարկատեսակ, եւ հարկատեսակները իրականում Ամերիկայի Միացյալ Նահանգներում ոչ թե նախագահն է որոշում, այլ կոնգրեսը, սակայն նախագահը ինչ-որ 30-ականներից որոշակի Emergency Act, այսինքն արտակարգ իրավիճակի օրենք է բերել, որ ըստ այդ արտակարգ իրավիճակի ինքը կարող է այս մաքսատուրքերը սահմանել, ու արտակարգ իրավիճակը այն է, որ 70 տարի շարունակ այլ պետությունները Ամերիկայի Միացյալ Նահանգների տնտեսությունը խաթարել են,
իրենց մաքսատուրքերով եւ վատ են վարվել, այստեղ այսինքն որոշակի դիսոնանս է առաջանում, արտակարգ իրավիճակը հիմա է սահմանվում 30-ական թվականների ինչ-որ օրենքով, որ վերջին 70 տարիների ընթացքում այլ պետությունները վատ են վարվել, Ամերիկայի Միացյալ Նահանգները, այսինքն հիմա արտակարգ իրավիճակը մի բան, պարոն Թավադյան, այդ տարիֆներով շատ էր տարվում նախագահ Հերբերտ Հուվերը։ Արե Հանրապետական էր, որի օրոքել եւ եղավ այդ մեծ դեպրեսիան, հա, երբ Նյու Յորքի բորսան փլվեց, եւ դրան հետեւած 3 տարիները կառավարում էր Հերբերտ Հուվերը եւ փորձում էր կառավարել տարիֆներով, որոնք Ֆրանկլին Ռուզվելտը ամբողջությամբ վերացրեց ուղղակի, ասեց սա ոչ միայն օգուտ չի տալիս, այլև շատ կոնկրետ վնաս է տալիս հենց առաջին հերթին Միացյալ Նահանգներին եւ դրանից հետո էլ տարիֆների մասին, որքան հիշում եմ, խոսում էին միայն Ռիչարդ Նիքսոնի ժամանակ։ Նույնպես, բայց էլի տենց ինչ-որ սահմանափակ կիրառում ստացավ, որից հետո էլի չէին խոսում։ Տրամպ արդեն 20 տարի է խոսում է տարիֆների մասին, ըստ իրա տարիֆը, այսինքն մաքսատուրք ամենագեղեցիկ բառն է բառարանում եւ ինքը, այսպես ասած, իր խոստումների տերն է, իրենք իր նախընտրական շրջանում էր խոսում մաքսատուրքերի մասին եւ ինքը ուշադրություն չի դարձնում թե բորսան կամ մասնագետներ ինչ են ասում եւ ըստ այդմ կարելի է ակնկալել, որ մոտակա 4 տարին այս տարիֆները լինելու են, ինչքան ասենք համաշխարհային իրավիճակը պատանակ գնաճային լինի կամ այլ խնդիրներ առաջանան։ Հիմա խոսանք նրա մասին, որ թե ինչու է իրական պատճառը այս մաքսատուրքերի, որովհետև ճիշտ է կարող են քննադատել, բայց ես չեմ կարծում, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում այդքան մասնագետ կան եւ այս մաքսատուրքերը տարիֆները իրանք ինչ որ իրականում շատ չեն հետապնդում Ամերիկայի Միացյալ Նահանգների համար եւ ինչ որ բանի հիմար արված չեն, ճիշտ է, իրանք ռիսկային են, այսինքն ցանկացած խաղադրույք եւ շոկային են, սակայն եթե տրամաբանությունը, որ ես դնեմ ճիշտ է, իրանք կարող են որոշակի օգուտ տալ Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ Ուրեմն առաջինը այն է, որ Թրամպը գործարքի արվեստը գրքի հեղինակն է, այսինքն ինքը գործարքի արվեստի մասնագետն է, ինքը սա իրան թույլ է տալիս մեծ ուժ այլ պետությունների հետ շատ հարցերում գործարքներ կնքելու եւ շատ բաներ Ամերիկայի Միացյալ Նահանգների օգտին համաձայնեցնելու համար, այսինքն այս պահին շատ պետություններ հերթ են կանգնել Ամերիկայի Միացյալ Նահանգների դուռը ծեծելու, որպեսզի այսինքն կրճատեն այդ տարիֆները ի հաշիվ որոշակի զիջումների, սա պիտի հաշվի առնենք։ Հաջորդիվ ես չեմ կարծում, որ հա մի բան էլ ասեմ, ինչեմ ասեմ, այստեղ տարիֆի իմաստը որն է, որ մենք խոսում ենք ներմուծման եւ արտահանման հավասարացման վրա, չէ։ Իրականում տարիֆները դա չեն անի, որին կա մի քանի երկու հստակ տնտեսական պատճառ։ Առաջինը այն է, որ եթե դուք տարիֆ ես կիրառում ինչ-որ պետության վրա, օրինակի համար Չինաստանի վրա, որ հավասարակշռվի այսպես ասած ներմուծում ու արտահանում առևտրաշրջանառությունը, դա անպայման չի, որ քո հակառակորդը, քո այսպես ասած գործընկերը նույն չանի, որ մենք տեսնում ենք Չինաստանն էլ է հավասարակշռված հայելային մաքսատուրքեր կիրառում։ Այս մի քանի ժամվա ընթացքում օրինակի համար արգելվեց Ամերիկայի Միացյալ Նահանգներից բոլոր տեսակի ֆիրմերի ներմուծումը եւ ցուցադրությունը Չինաստանում։ Հայելային, այսինքն այդ տեսանկյունից մեկը մյուսի վրա այսպես ասած տարիֆ կիրառելով երկուսի արտահանում ներմուծման ցուցանիշները իջնելու են, բայց հարաբերությունը նույնն է մնալու։ Հարաբերակցությունը նույնն է մնալու։ Երկրորդ ավելի պատճառը, որ այդ ինչն էլ ըստ էության դրվում էր իբր հիմնավորում այդ տարիֆը։ Երկրորդ պատճառը այն է, որ մի քիչ ավելի թաքնված է, բայց այն է, որ եթե դու տարիֆ ես կիրառում, դու էլ չես ներմուծում այլ պետությունից որոշակի ապրանք, դու արդեն սկսում ես արտադրել ինքդ, բայց ներքին պահանջարկը չի իջնում ու սկսում է սպառել ներքին ապրանքը, որը դու
պիտի արտադրես արտանես, բայց չես արտանում ներքին պահանջարկն ես բավարարում դրանով։ Դրա համար տարիֆները չեն բերի նրան, որ հավասարակշռվի արտանուն ներմուծան հարաբերություն։ Դրա համար ես կարծում եմ, որ սրա իրական նպատակը ոչ թե հավասարակշռությունն է, որտեղ հենց որ Տրամպին հարցնում է կարծում եք կհավասարակշռվի ինչ-որ պետության հետ տարիֆներ կամ ինչ պիտի անեն, ինքը իր մաներիզմով սենց աչ ու ձախ խոսում է ընդհանուր առմամբ, բայց հստակ չի պատասխանում հարցին։ Եվ ես կարծում եմ, որ սրա ոնց որ ես նշեցի, պատասխանը կամ իրական դրդապատճառ այլն է։ Իրական դրդապատճառ այն է, որ այս պահին Ամերիկայի Միացյալ Նահանգները բավականին մեծ պետական պարտք ունի, մոտավորապես 130-140% հնայի հարաբերակցության եւ այդ թիվը ներողություն 38 տրիլիոն, եթե չեմ սխալվում։ Եվ այդ թիվը օրեցօր աճում է, ահռելի։ Այսինքն եթե ճիշտ եմ հիշում թվերը, այս պահին Ամերիկայի Միացյալ Նահանգների ամեն ապրող մարդ մոտավորապես $100,000 պարտք է իր վրա ընկնում։ Ես հիշում եմ 2007-ին ես Միացյալ Նահանգներում էի, Վաշինգտոնում եւ մի գրասենյակի մոտ մի այսպես ցուցանակ էր դրված 2007 թվական, թե ինչպես է սենց ժամ առ ժամ փոխվում Միացյալ Նահանգների պարտքի չափը եւ այդ ժամանակ 16 տրիլիոն էր կազմում Միացյալ Նահանգների պարտքը։ Հիմա խոսում են 38 տրիլիոնի մասին 18 տարի անց։ Ու դա ահավոր է, որովհետև տենց հաշվիչներ կան on-line, ասենք վարկյանը 1 Ամերիկայի Միացյալ պետական պարտքը մի 30 միլիոնով ավելանում է, մոտավորապես թվերով, ասես նայում ես 30 միլիոն վարկյանը 1 ավելանում է պետական պարտքը։ Եվ եթե չեմ սխալվում, միակ բանը պետությունը, որ ավել է պետական պարտքը հնարաբերակցությամբ, դա Ճապոնիան է 200%, որը էլի տնտեսական խնդիրներ ունի այս պահին, բայց բանը ոնց որ անեկդոտն է ասում, 3 տեսակի պետություններ կան, 4 տեսակի պետություններ կան աշխարհում, տնտեսապես զարգացող պետություններ, զարգացած պետություններ, զարգացող պետություններ, Չինաստան եւ Արգենտինա, կներեք, Ճապոնիա եւ Արգենտինա, իրանց առանձին է, ինչքան էլ վատ լինի կամ լավ լինի, այնք առանձին кейս են։ Մի խոսքով այդ առաջին խնդիրը, երկրորդ խնդիրը այն է, որ բանը պետական բյուջեի ճեղքվածքը Ամերիկայի Միացյալ Նահանգներում բավականին մեծ է, 7%։ Եվ բյուջեի դեֆիցիտի մասին է։ Եվ այս բյուջեի դեֆիցիտը պետպարտքը իր սպիրալաձև աճեցնում է ժամանակի ընթացքում, հետո հաջորդ խնդիրն այն է, եւ խթանում ինֆլյացիա։ Եվ խթանում ինֆլյացիան, գիտեք, ինֆլյացիան այդքան էլ չեն խթանում այս պահին, որովհետեւ դոլարային մեծ զանգված ավելի շատ ոչ թե գտնում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, այլ դրսում։ Եվ այսպես ասած, ինֆլյացիան կարողանում է դեպի դուրս հանել Ամերիկայի Միացյալ Նահանգներից, վաճառելով գումար դոլար այլ պետությունների վրա։ Հավելյալ դոլարային մասը դնում է այլ տնտեսություններում որպես այլ տնտեսություններում, բայց դրա վերջն է կարող է գալ, որովհետև այս քաղաքականության ռիսկային ելքերից մեկը դա կարող է լինել դե-դոլարիզացիան, սա էլ պիտի հաշվարկել ու նաև պիտի այս ամեն ինչի հաշվի առնելով այս պահին Թրամփին չի անում առաջին հերթին դոջն է կազմում, որը կրճատում է ծախսերը կամ աղջարցնող է ծախսերը գտնում, որպեսզի այսպես ասած շղթայից դուրս գա, եւ երկրորդ հերթին ինքը փորձում է այլ պետությունների վրա որոշակի sense այսպես ասած սեղմելով տարբեր ճանապարհներով այնպես անել, որ դոլարային պարտք Ամերիկայի Միացյալ Նահանգներին, որ այլ պետությունների ձեռքում է, կամ ներվի, կամ զիջի, կամ իջեցվի։ Այսինքն սա է հիմնական դրդապատճառը այս տարիֆների եւ հիմնականում սա է հիմնական պատճառը, որ գործարքներ կնքվեն Տրամփի հետ, որպեսզի սա արվի, որ պետական պարտքի հարաբերություն իջնի, սակայն պիտի հասկանալ, որ պետական պարտքի մեծ մասը
այս բային մոտավորապես 60%, եթե չեմ սխալվում, տեստիվը պիտի նայվի Ամերիկայի Միացյալ Նահանգների, իրականում բանը Ամերիկայի Միացյալ Նահանգների ներսում է Չինաստանն էլ մեծ պետպարտք ունի, սա Չինացիներն են պարտատոմսերի զգալի տոկոսը գնել ուղղակի, չինացիներն էլ են գնել այդ զգալի պարտատոմսերը եւ սակայն սա մի քանի բանի կբերի այս քաղաքականություն դեռ գնաճի մասին չենք խոսում առաջին հերթին նրան որ դոլարը կարող է արժեզրկվել մոտավորապես 15%-ով այլ փոխարժեքների համեմատ այստեղ Հայաստանի համեմատ կարող է չարժեզրկել որտեղ Հայաստանը դրամ իրականում փափուկ գծված է դոլարին սա ուրիշ բաներ կարող է առաջացնել պարզապես կարող է մի օր արթնանանք որ տեսնենք բանը հայկական դրամ դոլար հարաբերությունը շատ չի փոխվել սակայն այլ արժույթներն են ավելի թանկացել մի ընդհանրենք եւ գնաճի համաշխարհային որովհետեւ ոնց որ ասեցինք սա իրականում հարկ է բացի նրանից մի քանի տեսանկյունից գնաճ առաջացնում առաջին հերթին սա հարկ է Ամերիկայի Միացյալ Նահանգների սպառողների վրա թաքնված ու այս հարկից ստացված եկամուտներով նաև ի նպատակ ունի պետական պարտքը փակել այսինքն այս տեսանկյունից է կարա պետական պարտքը բացի նրանից որ պետական պարտքներին այլ պետությունները նաև այս հավաքված գումարներով պետական պարտքը փակվի էժանացրած դոլարով ավելի էժանացնում են դոլարը էժանացված դոլարով որոշ պետություններ ներում են այդ պետական պարտքը որովհետև ասենք տարիֆների չունենան այդ տարիֆները որպեսզի փրկեն իրենց պետությունը, իրենց տնտեսությունը, այդ դոլար էժանացնում են, այդ հավաքված գումարներով նաև փակում են պետական պարտքը, օգնում են, սակայն սա նույնիսկ եմ ասում թաքնված հարկ է, թաքնված գնաճ է, որովհետև այսպես թե այնպես բոլոր ապրանքները թանկանալու են Ամերիկայի Միացյալ Նահանգների համար, սպառողների համար, եւ մենք կարող ենք գնաճ տալ։ Բացի դրանից, քանի որ միջազգային առևտրային ուղերը խաթարվում են, ասենք տարիների ընթացքում, սա էլ մեծ համաշխարհային գնաճ կարող է առաջացնել։ Օրինակ COVID-ի ժամանակ 2020 թվականի ապրիլին, հենց որ համաշխարհային տնտեսությունը մի տարի աշխատեց, դա համաշխարհային գնաճ առաջացրեց հետագայում, ասենք ամբողջ աշխարհով 10-20, հիմա սա մեծ գնաճային ցնցում է առաջացնելու ամբողջ աշխարհով 1 տարի, 2 տարի հետո։ Սա պիտի հաշվի առնենք։ Հիմա սա նաև բավականին բացասական է անդրադառնալու Եվրոպայի վրա առաջին հերթին, որտեղ բանը, այսպես ասած, միշտ Եվրոպան համարել է Ամերիկայի Միացյալ Նահանգների իրեն գործընկեր, եւ այս պահին ոչ թե Ամերիկայի Միացյալ Նահանգները, այսպես ասած, գլոբալիստական նկատառումներով է աշխատում, որ փորձի իր շահերը սփռել ամբողջ աշխարհի վրա, այլ ավելի շատ բազմաբևեռ տրամաբանությամբ եւ իրան ավելի հետաքրքիր է իր շրջանակում գտնվող տարածաշրջանները կամ ասենք միջին Եվրոպայում կամ միջին Արևելքում կամ Հայաստանը կամ այլ պետությունը։ Իրան հետաքրքիր Գրիլանդիան, իրան հետաքրքիր է Պանաման, Կանադան եւ այլն այդ տարածաշրջան։ Մնացած աշխարհի հետ ինչ կլինի, թքած։ Սա որոշակի, ասենք, implications, որոշակի ազդեցություն է ունենալու նաեւ Հայաստանի վրա, որի մասին կխոսանք։ Նաև սա բացասաբար է անդրադառնալու միջազգային կառույցների վրա, օրինակի համար World Trade Organization-ի վրա, համաշխարհային առևտրի կազմակերպության վրա, որտեղ իր ազդեցությունը կամ նշանակությունը քչանալու է։ Սրանից հետո ասենք բոլոր պետությունները իրար հետ կփորձեն, այսպես ասած, համաձայնացնեն առանց մաքսատուրք, առանց տրարեր բաներ։ Հիմա սա ոնց է անդրադառնալու Հայաստանի վրա։ Մի հարց սրա հենց այս բանում համատեքստում այս ամենը Բրետոն Վուդյան կոնսենսուսը, հա, որը երկրորդ համաշխարհային պատերազմից ձևավորեց եւ ըստ էության ֆունդամենտ դարձավ նրա, որ դոլարը դարձավ ամենավստահելի տարադրամը ամբողջ աշխարհում եւ դա շարունակվում է մինչ օրս։ Դա կազդի դրա վրա թե ոչ եւ ըստ այդմ Հայաստանի հետ կապված համեցույց։ Այո, սա այսպես ասած այս քաղաքականության այս ամեն մի քաղաքականություն իր ռիսկերը, որտեղ ամեն մի քաղաքականությունը խաղադրույք է։
դոց նոր բան չփորձած։ Այս խաղադրույքի բացասական ելքերից մեկը դա է, որովհետև սա կարող է բերել հանգեցնել դոլարի ուժի եւ ազդեցության իջացման, որը վստահության իջացման, որը իրականում Թրամփը չի ցանկանում, որովհետև Թրամփը 1-2 ամիս առաջ սաստել էր BRICS պետություններին, որ դուրս չգան դոլարային գործարքներից, սա բացասական ելքերից մեկն է եւ Թրամփը, այսպես ասած, փորձելու է մանևրել, կարծում եմ փորձելու է մանևրել, որպեսզի այդպիսի ելք չլինի, բայց այդպիսի հավանականություն կա, որովհետև բոլորը հասկանալու են, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները կարող է այսպես վստահելի գործընկեր չլինել եւ սկսեն առևտուրը անել ոչ թե դոլարով, այլ թեկուզ եվրոյով, չինական յուանով, ինչու՞ չէ նաև ռուբլիով, մեր տարածաշրջանի համար սա որոշակի հետևանքներ ունի, ինչ վերաբերվում է Հայաստանին, տեսեք, Հայաստանի այս տեսանկյունից ցածր, ամենացածր մինիմալ տուրքի տակ են գնում 10%։ Հայտարարքին այն է, որ այն դեպքում, երբ որ Միացյալ Նահանգների արտահանումը Հայաստան երրակի ավել է, քան Հայաստանին նա։ Այո, այսինքն մեզ Թրամփը չի մեղադրի Ամերիկայի հաշվին է կապրում։ Այո, տեսանկյունից մի բան, Ամերիկայի Միացյալ Նահանգները ավելի շատ արտանում, այսինքն իրականում այդ բանաձևը, որ հաշվարկում այլ պետությունների համար ենթադրենք Եվրոպայի համար 39% եւ Վիետնամի համար 95%, մեր համար պիտի հաշվարկի մոտավորապես, չգիտեմ, այնտեղ մինուս ենթադրենք 100%։ Հա, բայց մենք ԵԱՏՄ անդամ ենք, մեզ մոտ ԵԱՏՄ-ի տարիֆն է Միացյալ Նահանգների եւ նրանք ուղղակի սիմետրիկն են ընդունում։ Դե ԵԱՏՄ-ի հետ այնքան է կապ չունի, որովհետև բայց Հայաստանը չի կարող ինքը տարիֆներ հայտարարի կամ ոչ։ Ուրեմն հետաքրքիրն այն է, որ ԵԱՏՄ անդամ երկու պետության վրա, Բելարուսի եւ Ռուսաստանի վրա ոչ մի տարիֆ չի սահմանում։ Հա, որովհետև ասում են մենք իրենց հետ գործ չունենք։ Ու այստեղ միայն հետաքրքիր կատակ պատմեմ։ Միգուցե, սա իհարկե կատակ է, միգուցե Թրամփը նայել է Ռուսաստանում ինչ է կատարվում եւ ոնց են պատժամիջոցները դրական անդրադառնում ռուսական տնտեսության վրա եւ նույնն էլ փորձում է անել Ամերիկայի վրա։ Հուզիչ բան ասած։ Այո։ Բայց բանը ինչ վերաբերվում է Հայաստանի Հանրապետությանը, մեր արտահանումը դեպի Ամերիկայի Միացյալ Նահանգներ մինչև 21 թիվը կազմել է մոտավորապես 50-60 միլիոն դոլար։ Զերո։ 21-22 թվականներին որոշակի աճ է ունեցել մինչև, եթե չեմ սխալվում, 100-120 միլիոն դոլար, հետո նորից իջել է վերջին 2 տարիներում էլի մի 80 միլիոն դոլարի։ Եվ ամենապիկային կետին մեր արտահանումը դեպի ԱՄՆ կազմել մեր ընդհանուր արտահանման 2.5%-ը։ Այս պահին կազմում է ընդհանուր արտահանման 0.5%-ից քիչ, սակայն մենք նաև պիտի հաշվի առնենք վերարտահանումը, որը բավականին մեծ է Հայաստանի Հանրապետությունում, Հայաստանի Հանրապետության արտահանման մոտ 70-75%-ը վերարտահանում է, որ ունի կարճաժամկետ բնույթ, որը շատ վտանգավոր է, հատկապես այս տարածաշրջանում խոսել ենք դրա մասին։ Այո, բայց եթե դա հանենք մոտ 1.5% է լինելու ու հիմնականում Ամերիկայի Միացյալ Նահանգներ արտահանում ենք առաջին հորիզոնականում թանկարժեք քարերի մետաղներն են, ոսկի եւ ադամանդը, որը կազմում է գրեթե 28%-ը արտահանման, երկրորդ հորիզոնականում գտնվում են երրորդ հորիզոնականում դա պահածոներն են բանջարեղենային, 4-րդ հորիզոնականում կաթնամթերքն է։ Այսինքն այդպիսի ապրանքներ են արտանում, որոնք իրականում փոխարինել են Ամերիկայի Միացյալ Նահանգների շուկայի մեջ, սակայն քանի որ առաջին հերթին մենք ամենամինիմալ տարիֆն են կիրառվել ընդհանուրի մեջ, եւ երկրորդ հերթին քանի որ մեր արտահանումը դեպի ԱՄՆ արդեն այդքան է մեծ չի եւ չորրորդ արդեն որոշակի անկում է ապրում առանց մաքսատուրքերի, մեր Հայաստանի Հանրապետության արտահանողը այս մաքսատուրքերից մեծ ազդեցություն չի ունենա, չի զգացի եւ սա ուղղակի չի անդրադառնա Հայաստանի Հանրապետության տնտեսության վրա, անուղղակիորեն անդրադառնալու է։ Առաջին հերթին ինչպես է անդրադառնալու, այսինքն
միշտ կարճաժամկետում մենք միջնաժամկետում մենք որոշ բանի մասին քանակ չանհանգստանանք, որովհետև շատ քիչ են կարտանում Ամերիկայի Միացյալ Նահանգներ, սա մեզ այդքան չի կապվում։ Ինչով է անդրադառնում, այնով որ մենք համաշխարհային տնտեսության անդամ ենք եւ Հայաստանը հիմնականում ապրում է դրսից եկող գումարների վրա։ Այսինքն մեր տնտեսության հիմնական շարժիչ ուժը բանկային համակարգն է սուրբ եւ ամեն ինչ տնտեսությունում եւ դրամավարկային եւ հարկաբյուջետային համակարգը արված է այնպեսի, որ մենակ բանկային միանականում բանկային համակարգը զարգանա։ Եվ իմաստը որն է, որ դուք ստեղ մի եկեք ներդրեք, գործարաններ բաներ սարքեք, դա ձեզ պետք չի, որովհետեւ հազար մի խնդիր ձեր գլխին կառաջացնենք, հարկեր, турքեր, այնտեղ լիքը ասենք փող բաժանել էսկոմ ենկոմ սերի սխեմաններ եւ այլն բերեք դրեք մեր բանկային համակարգ փողը մենք ձեզ 10% կտանք եկամտաբերություն դրա համար են մեր վարկերի եւ տոկոսները բարձր որ մենք փող դրսից բերենք փող գտանք մենք կտորենենք ինչ ուզում ենք կանենք այդ գումարի հետ ու քանի որ հիմնականում դրսից եկող գումարների վրա է մեր տնտեսությունը հիմնականում հնայի աճ ապահովում ցանկացած այսպես ասած դրսից եկող մեր ճգնաժամային երևույթ խաթարելու է մեր տնտեսական աճը բերելու է զրոյի կամ բացասական աճի մեր տնտեսությունը Սա մենք տեսել ենք օրինակ 2008 թվականին եւ մինչեւ այդ 14%-ով հնայի չեմպիոն ենք տարի Կովկասյան վագրենք հետո ամենացածը առյուծ վագր ինչ-որ եւ հաջորդը գնաճային կենտրոնական բանկը պիտի սպասի գնաճային երևույթները ըստ ամեն ինչից հստակ հաշվով դա իրանք դա կարող են անել ես վստահ եմ հստակ պիտի սպասի եւ այսպես ասած իջացրել է վերջերս վերաֆինանսավորման տոկոսադրույքը բավականին, բայց հաջորդ մի քանի որոշումներում ավելի լավ հաշվարկներ անի, միգուցե դեռևս չարժի իջացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, ճիշտ ասա բացասաբար է անդրադառնում ներքին արտադրության վրա, բայց ով է դրան ուշադրություն դարձնում Հայաստանում ցավոք սրտի հետո սա գնաճային կարող է լինել հետո հնայի աճին կարող է բացասաբար անդրադառնալ եւ ամենակարևորը սա բերելու է նրան որ Հայաստանի ու Ռուսաստանի տնտեսական կապեր ել ավելի են ամրապնդվելու եւ մենք քաղաքապես ել ավելի ենք լինելու Ռուսաստանի ազդեցության ներքո որովհետեւ նորից նշեմ մենք հանդիսանում ենք արդեն իսկ ԵԱՏՄ անդամ պետություն եւ մեր արդեն առանց մաքսատուրք Ռուսաստանի եւ Հայաստանի միջև առևտուրը կա շարունակվում է իդեպ նշեմ որ այս կառավարության օրոք 18 թվականի սկզբից մինչև այժմ Հայաստանի արտահանումը դեպի ՌԴ 5 անգամ աճել է 5 անգամ իսկ դեպի Եվրոմիություն մոտ 10%-ով պակաս այսինքն որը ցույց է տալիս իրական զարգացման վեկտորը եւ այն հանգամանքը որ Տրամփն է ընդունում որ աշխարհը դառնում է բազմավեվեր եւ չի ուզում իր ազդեցությունը սփռել ամբողջ աշխարհի վրա ուզում է կենտրոնանալ ներքին խնդիրների վրա եւ այսպես ասած տարիֆային պատերազմ է հայտարարել ամբողջ պետության վրա եւ մենք արդեն իսկ զրոյական տարիֆ կամ մաքսատուրք ունենք Ռուսաստանի եւ ԵԱՏՄ այլ պետությունների հետ բերելու են նրան որ Հայաստանի եւ Ռուսաստանի տնտեսական եւ քաղաքական կապեր ել ավելի ամրապնդանան սա հիմնական այսինքն միջնաժամկետում կարճաժամկետում տնտեսությանը վնաս չի սպասվում վնասը հիմնականում գալու է համաշխարհային տնտեսության ցնցումներից եւ համաշխարհային գնաճից որը կարող է զրոյացնել մեր տնտեսական աճը որին դուք ինչ ժամանակային հորիզոնի տեսեք դա դժվար է ասել որովհետեւ մոտավորապես ասենք sense ասեմ եթե դուք ինձ ասեք ճգնաժամ լինել իհարկե ճգնաժամ լինել հարցը երբ Հիմա բանը որտեղ տնտեսությունը ցիկլիկ է, միշտ ցիկլում որոշակի ճգնաժամներ լինեն, հիմա սա Տրամփի որոշումը բավականին ցնցել է համաշխարհային շուկաները եւ այդ որոշումից հետո 2 օր անընդմեջ համաշխարհային շուկաները բանը բավականին անկում են ապրում, բայց հետաքրքիրն այն է, որ այսօրվա ընթացքում օրինակի համար Ամերիկայի Միացյալ Նահանգների շուկան, այսպես ասած, վերականգնվել է հակառակ
կանաչ դաշտում է, բայց մնացած պետությունները դեռ բաց, այսինքն այս սկզբնական շոկը արդեն Ամերիկայի Միացյալ Նահանգների տնտեսվարողների հաղթահարվել է։ Դրա համար դժվար է ասել, ճիշտ է, ասենք Ամերիկայի Միացյալ Նահանգների խոշորագույն բանկերից մեկը հաշվարկեց, որ 40% է հավանականություն համար, որ այս տարի ռեցեսիա լինելու Ամերիկայի Միացյալ Նահանգներում, չեմ կարող ասել երբ կլինի, սա շոկային քաղաքականություն է, հստակ կարամ ասեմ, որ մոտակա 1-2 տարում բավականին մեծ գնաճ ամենայն հավանականությամբ սպասվում է, որովհետև խաթարվում են համաշխարհային շղթաները, նաև տարիֆները բերում են գնաճի, թաքնված հարկ են, բայց երբ է լինելու, դեռ դժվար եմ ասեմ, երբ է լինի, կես տարի հետո հարվածելու, ուժեղ հարվածելու է Հայաստանին։ Շատ շնորհակալ եմ, պարոն Թավադյան, ձեր այս շատ կարևոր դիտարկումների եւ նախազգուշացումների համար, որ դուք հնչեցրեցիք մեր հեռուստադիտողների համար, նաև հուսով եմ նրանց շարքում այս ամենի հետ կապված որոշում ընդունողների համար եւս սա մտորելու առիթ կհանդիսանա եւ շնորհակալ եմ ձեզ ձեր ժամանակից մեր եթերին հատկացնելու համար։ Ես եմ շնորհակալ։ Ահա մենք զրուցեցինք մեր գործընկեր, տնտեսագետ, տնտեսական հարցերով փորձագետ, տվյալ.com հարթակի հիմնադիր եւ ղեկավար Աղասի Թավադյանի հետ, լսեցինք իր դիտարկումները կապված համաշխարհային տնտեսությունում ձևավորվող միտումների եւ դրանց հնարավոր ազդեցության հետ Հայաստանի Հանրապետության տնտեսության վրա։ Կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարում։ Այսօր թերևս այսքանը հարգարժան տիկնայք եւ պարոնայք, կհանդիպենք արդեն վաղը, խաղաղություն եւ բարի նույն ձեզ։